Երկրի վրա քայլող քաջարիուցները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ՝ Մատինա Մարինե Մանուկյան։ Հայկ Գագիկի Խաչատրյանը ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 15-ին Շիրակի մարզի Գուսաննա գյուղում։ Շատ ընկերասեր էր ու ազնիվ, չափազանց նվիրված ծնողներին ու եղբայրներին։ Շատ էր սիրում կրկնել, թե հնար լիներ աշխարհ գալ, նորից կուզենայի ծնվել նույն հորից ու մորից։ 2005 թվականին գնացել է առաջին դասարան, սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գյումրու բիզնես էլիտա ուսումնական կենտրոն՝ համակարգչային օպերատորի մասնագիտություն ստանալու համար։ Ընկերները նրան հիշում են այսպես. «Մեր կյանքում նրա նման անձնավորություն չենք հանդիպել, թե բնավորությամբ, թե պահվածքով, թե համեստությամբ։ Շատ էր սիրում նկարչություն, նկարել էր արցախյան ազատամարտի անմահ հերոս Կարո Քահքեջյանի և իր դիմանկարները, ապա բազմաթիվ այլ նկարներ։ Միաժամանակ ստեղծագործում էր, զբաղվում էր սպորտով, լողով, նպատակ էր դրել ծառայությունից հետո շարունակել ուսումը։ Սակայն հայրենի հողը կանչում էր նրան, որ պաշտպանի սահմանները հայրենի, և հետաձգելով ուսումը զորակոչվեց բանակ։ Զորակոչվել է 2017 թվականին, արտաշատ։ Ծառայության ընթացքում արժանացել է կրտսեր սերժանտի կոչման և նշանակվել կապի ջոկի հրամանատար։ 6 ամիս հետո տեղափոխվել է Արցախ՝ Ասկերանի N զորամաս։ Այնտեղ ևս սիրված էր բոլորի կողմից՝ և զինվորների, և սպաների, և հրամանատարական կազմի։ 8 ամսվա ծառայող էր, երբ պայթեց ականն ու կտրեց նրա նորափթիթ երազանքներով լի կյանքի թելը։ 2017 թվականի սեպտեմբերի 1-ն էր, նոր ուսումնական տարի։ Բոլոր ուսումնական հաստատություններում լսվում էին աշակերտական և ուսանողական դարբնոցների զանգի ուրախ և կարկաչյուն ղողանջը, որ ազդարարում էր գիտելիք ձեռք բերելու նոր սկիզբ։ Նայած ում համար սկիզբ, ում համար ավարտ։ 2017 թվականի սեպտեմբերի 1, ժամը 11:50։ Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում պայթեց ական։ Պայթեց և խլեց մի երիտասարդ կրտսեր սերժանտի նորաբողբոջ կյանք։ Նա ոչ այլ ոք էր, քան նույն ինքը՝ Հայկ Խաչատրյանը։ Այդ տարի ուստարվա առաջին օրը դարձավ նրա կյանքի վերջին օրը։ Հավերժ սև հագցրեց նրա ծնողներին՝ Գագիկ ու Սառա Խաչատրյաններին, և անբուժելի վերք բացեց իրենից փոքր եղբայրների՝ Ղուկասի ու Հովհաննեսի դեռևս կյանք չտեսած, բայց արդեն արցունքոտված սրտերում։ Փառք նրա հիշատակին, խոնարհվում եմ նրա առջև։ Մեր հերոսը հետմահու Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ Թախծոտ հպարտությամբ խոնարհվում եմ հերոսիս առաջ և հպարտորեն ասում քո առաջ պատիվ ունեմ քաջս, ննջիր խաղաղությամբ, քեզ երբեք բացակա չենք դնի։